Իգարե բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար այս եթերին, մի քանի թեմաների հետ կապված կներկայացնենք դարձերի մեկնաբանությունը եւ այսպես սահմանային կրակոցների մասին ենք մենք բարբերաբար լսում, տեղի բնակիչները հազանգում են, Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարը ասում է ադրբեջանական կողմին ենք դիմել ճշտելու համար սա ինչ է տեղի ունենում, բարեբուն իմաստով մարդկանց տերորի էին ենթարկում, երեք էլ նաև տեղեկություն եկավ, որ սա Տավուշի կողմում ինչ-որ, այսպես ասենք, մոջահեդներ են, ինչ-որ տարօրինակ լեզվով ըստ էության արաբերենով զրույցներ են տանում, եւ սա իրապես սարսափելի է, կա այսպիսի մտավախություն, որ ադրբեջանցիները սիրիացի ահաբեկիչների են տեղավորել այդտեղ, այսպես ասենք, հա։ Խնդրեմ սկսենք այս կրակոցներից, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ Մարիամ ջան։ Ուրեմն եթե Սուրեն Պապի, ես ընդհանրապես քանի որ չնայած ոչ զինվորական լինելով լրիվ մասնակցություն եմ ունեցել լրիվ պատերազմին ու համարյա առաջին գծում, համարյա չեմ ասում առաջին գծում, իրավունք չունեմ այսօր Սուրեն Պապիկյան կամ այնտեղ ով էլ լինի քննադատեմ, բայց ճիշտ չի անում Սուրեն Պապիկյանը, որ մեր հայոց ժողովրդին կրակելը դրա պատճառը իմաստը պետք է իմանա ադրբեջանցիներից։ Պարոն Պապիկյան, ես խնդրում եմ ձեզ ամեն ինչին adekvat պատասխան տվեք ոչ թե խոսքերով, սիրուն նախադասություններով, այլ համարժեք։ Եթե չլինի համարժեք մի բան էլ ավել, նրանք հա կրակելու են, այդ ինչա կոչվում, ինչի պայմանագիր, խաղաղության պայմանագիրն էլ դա հորինված բառ է, մարդկերանց սենց փափուկ բարձ դնելու համար հորինել են այդ բառը, չգիտեմ ով կա միգուցե այդ բառը ծնվել է, որ նոր թազաուսում են սովորացնում, նոր կրթում են, այդ վաղտա ծնվել այդ խաղաղության պայմանագիրը, ես դա չգիտեմ, բայց ձեզ մենակ մի բան կասեմ, այսօր Ուկրաինայում նայեք, ռուսը իր սահմանը պահելու համար իր ազգականներին Ուկրաինայի մեծ մասը ռուսներ են, Ռուսիայի Ուկրաինայի մեծ մասը, տեսեք կոտորում է, որպեսզի բազաներ չտեղադրվի այնտեղ, հանկարծ ու նատոական, չգիտեմ ընդ ինչական բազաներ չտեղավորվի։ Այսօր հետո ասում, այսօր կռիվ է, այսօր պատերազմ է երկու մեծ ուժերի, այսօր Հայաստանը տեղ դեր չունի, ինքը Հայաստանը դերն ենա, որ պետք է այնքան ուժեղը իրան չմոտիկանան, բայց որ Հայաստանը դնենք հասցնենք այն մակարդակի, որ կողքից ադրբեջանցին է հսկելու, մի կողմից մոջահեդը մեկը մյուսը, մոջահեդի հարցով դա կարամ ասեմ, որ եթե հիմա կոնկրետ չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց միշտ էլ գիտենք, որ մոջահեդները ադրբեջանական բանակների կողմից կռվում են մեր վրա, կրակում են մեր վրա, կռվում են մեր հետ, մեր դեմ։ Դա անենց ինչ-որ մի բան չի, որ ասենք վայ, վույ, սենց ընենց, այո, ու նաև ասեմ, որ Ադրբեջանին այսօր ձեռատալի, եթե կորցրել է խոսքի 5000, 10000 զինվորական, մի 5000, 10000 էլ մոջահեդ առել կորցրել, նրանց ինչ, լստում է քուրգետը կամ տանում է լստում այդ կասպիցը ձկների կերակրում է, նրա համար ինչ այդ մոջահեդը, նրա վրա թիվ չի, եւ չի երևում որպես զոհված եւ այնտեղ մարդ ամիսը չգիտեմ $5000 ինչա տալիս են ոչ էդ են տալի ոչ մի բան, այսինքն ասել սենա, որ ամեն ազգել կարան խոսան։ Օրինակ կռվից հետո պիտի, չգիտեմ, ասենք ուշադիր մարդիկ կհիշեն, որ թուրքերին, հենց ադրբեջանցիների մեջ, այդ նույն մոջահեդները գյուղերն էին մտնում, թալանում էին, միջև հրաման տվին, դրանց իրանց մեջ հրաման տվին, դա մի քիչ վերացրին։ Նենց որ դա ինչ որ ունենց մի լուրջ բան չի, որ մոջահեդներ են երևացել, մոջահեդներն այսօր չեն երևացել, մոջահեդները երևացել են, ինչա, 90 թվականից են երևացել, Մարիամ ջան մոջահեդները, նենց չի, որ այսօր են երևացել մոջահեդները, իսկ այդ կրակոցները հայել լինելու է ու ամեն օր, մի օր միտեղ լինելու է, փորձում են, ստուգում են մեր զգոնությունը, մեր ձևը, մեզ նսեմացնում են, սենց ասեմ։
այդ կրակոցներով, որտեղ մենք պատասխան չենք տալի, դե կարող ասենք մերս նախագահ կոչված ընդեկային դիակների կողքին նկարվողը, չգիտեմ ով ինչ ասի, դե բանա էլի հիմա կրակում են, թող կրակեն, դրանք որպեսզի մի ամեկը մի նախադասություն ասեն, ինչ որ աչքի լավ երևալու է, մնացածը սովորական գործընթաց է, չգիտեմ խի են անում, բայց արի ուտես որ բոլորը աչք են փակում այդ կրակոցների վրա, որը որ մեծ վտանգ կա։ Բայց պարզ է, չէ, ինչու են անում, հող են նախապատրաստում, ըստ էության ավելի մեծ էսկալացիա։ Ну դա ես պիտի ասեմ, քանի տարի այդ նույն գործընթացն է, ասում եմ էլի, ասում են, անում են, կրակում են, նույնիսկ ձեզ ասեմ, շատ հնարավոր է, որ շատ ընենց անեն, որ սրանք էլ կրակեն, կամ սրանց մեջ, սրանց էլ ասում եմ, չնայած ճիշտ եմ ասում, մերոնց մեջ կարող է տղեկ լեն, որ էլ չդիմանան ասեն, դե դատն էլ, դիվանն էլ, հերներացած, մի երկու հատ էլ մերոնք կրակեն, ու այդ մի երկու հատը հասցնեն, չգիտեմ, աշխարհի ծերը, որ տեսեք, այ հայերեկան, մեզ կոտորում են, նայեք, տեսեք, կրակեցին, արդեն ավելի մեծ հող կլինի նախապատրաստած։ Այդ է խնդիրը, ուրիշ տեղ ոչ մի բան չկա։ Ինչ մնաց նորից եմ ասում, խաղաղության պայմանագիրը դա միֆ է, որ դե խաղաղության պայմանագիր են ուզում անեն, այն գերիներ ինչ կապ ունի, ասենք լեն մի 5-10 հոգի կան դե Արցախի տղեկ Վերնախավը, հələ ասենք դրանց չեն ուզում անդրադառնան, երևի փողեր-բողերի հարցն են ուզում իրանց լուծեն, իրանց ծախսերը չգիտեմ իրանց ինչերը դրանց հետ կապված հասկացակ լիք ուրիշ գերիններ ունեն կարա դե թող խոսան այդ գերինների մասին вообще չեն խոսում դե գերիններին դե թող տան եթե խաղաղության պայմանագիր են ուզում անեն ուրա կա տենց բան կա տենց մի բար կա որ գերինին մեկ գնանք ուզենք դրանք էլ կամ տան չտան կամ խաղաղության պայմանագրից առաջ կարան գերի ուզեն գոնե գերի են գերին որ ժամկետային զինծառայողը գնացել է երեխեն վախից ասենք գերի անգեր հլա չեմ ասում են ասենք մեր տիպի մարդիկ կան ընդ գերի կարող ալինեն չեմ ասում հլա իսկական զինվորականներ չեմ ասում հլա բարձր սպայական որոնք կռվի ժամանակ վիրավոր բան ժամանակ գերի են ընկել հլա այդ մարդկանց չեմ ասում հլա չեմ ասում են մարդկանց որ ասենք բան են արել ուշագնաց վիճակում են գերինգել, վիրավոր են գերինգել, հələ դրանց չեմ ասում, են երեխեք կան արա, նրանց էլ չեմ գովում, հարցը դա չի, բայց երեխեք կան գոնե երեխեքին հետ տան արա, ես չեմ հասկանում, դրանք ծանող, աղբեր, հեր, մեր, չգիտեմ, քուր ունեն, չունեն, պեսա, բարեկամ, արևան արա, ես ինչ են անում արա, այսինքն այդ երեխեն հետ գնաց պրծավ, հա երկու կոպեկ, են մի պիղծ պարրավել ասել էր, դե իմ թորը նենց իմանանք Ռուսաստանը էլի աշխատում է մի երկու մանեթ էլ ուղարկում է դե մի քանի մանեթ փող են տալիս սպասենք տենանք ինչ ալում էս արա ձեր նամուսը էս ա մեր նամուսը էս ա խաղաղության պայմանագիրը Սրան զուգահեռ կարծում եմ տեսնում եք նաև ինչ է տեղի ունենում հերթական հարվածը հայ առաքելական եկեղեցու դեմ խայտարակ այսպես հայախառն գրառումներով հարցակում ուղղակի ամոթ անգամ այդ բառերը կրկնել, բայց ինչ-որ դոմփել և չգիտեմ նման արտահայտություններ իրեն թույլ տալիս Նիկոլ Փաշինյանը, իր տիկիններ շարունակելով Նիկոլ Փաշինյանի խոսքը, հոգևորականների մեծ մասին ըստ էության մեղադրում մանկապիղծ պեդոֆիլ լինելու մեջ։ Սա ինչի դրսևորում է։ Սա մի անգամ ևս հայ ազգին իրարից բաժան անելու դրսևորումն է։ Mēs իմ ընկերների հետ բազմիցս վիճել ենք, ասենք կրոնական որոշ, չգիտեմ ընչերի դեմ, ասենք չեմ ասում ես ճիշտ եմ, իրենք սխալ կամ հակառակը չէ։ Այո, իհարկե ամեն տեղ էլ կա այն չգրված օրենքներից շեղված ինչ-որ բաներ։ Բայց ես ինքս կուզեի, որ ամեն մարդ աշխատեր, ամեն մարդ աներ իր աշխատանք։ Այսինքն երկրի ղեկավարը ինչ գործ ունի կրոնի հետ թե ով ում քերուն է դոմփում, հա, քերու կնգանն է դոմփում, դա ես չեմ հասկանում ինչ խոսակցություն է։ Հիմա ասենք մի սաղ աշխարհով մեկ մի 20-30, չգիտեմ ինչքան բան ունենք, հա, սրբազան, չգիտեմ էլ այդ կոչումը որն է, բայց կլի էլի աշխարհով մեկ պիտի որ լինի, շատ էլ լինի, ու դե պատկերացրեք, որ այդ
այդքան սրբազաններին ամեքը 3-4-5 քեռի ունեն։ Գոնե անունով չի ասել, այ Պողոս, քու քեռական դու դոմփել ես խոսքի։ Չէ, ես երկու կողման եմ ասում, այդ խայտարակությունը իր հերթին, բայց ասենք դու երկրի վարչապետ լինելով հանդերձ, դու քանի քեռակին պղծեցիր, հլա դա հաշվենք, ու նոր արդեն գանք նրան, որ այո իրոք սրբապղծությունը, որ կրոնը, մեր կրոնը, որ բազմիցս պահել է հայ ազգի ինքնությունը, թե պետականություն ունենալու ժամանակ, թե պետականություն չունենալու ժամանակ, մոտ 800 տարի կրոնը նորից եմ ասում, չեմ ասում լրիվ սենց մաքուր արդար սրբություն է եղել, կարամ են տեղելի, որտեղ մարդը հարյուն ամիսա, բայց կան այնտեղ օրենքներ, որ համենայն դեպս երկրի վարչապետը իրավունք չունի մտնի այդտեղ ու անհարկի պղծի այդ մարդկերանց։ Դա ախր ես չպետք է ասեմ, դա սովորական, դա իմ մակարդը ես ամաչում եմ դա վերլուծեմ, հասկանում եք։ Ես ամաչում եմ դա վերլուծեմ, որովհետև Հայաստանը 10 միլիոն հայ ենք ասում, այդ 10 միլիոն հայը դա պետք է տենա իր աչքերով, լսի իր ականջով, զգա որ սենց ինչ են անում, արա։ Բայց ցավոք սրտի մեր հայերը չեն շարժվում, չեն կանգնում։ Կաթողիկոսը պետք է զանգեր հնչեցներ մենակ այդ նախադասության համար։ Պղծել են իր բանակը։ Եկեղեցական բանակը, հոգևոր բանակը պղծել են, դա ինչ ասելու բանա։ Մինն ընդ վերկենա սրբապղծություն, մանկապղծություն դեզդեն, այս ինչ եք ասում արա։ Չուլան են սարքում եկեղեցին։ Ես օրինակ պատերազմից հետո Բերձորում այդ գյուղապետ կար Մաղավուզի, արտակ էր, եկել էին Վարդենիսից, դրանք էլ էին, գաղթել էին, եկել էին Վարդենիս, մի անգամ Տեր Շահեկա Սուրբ Սարգիսում, բոլորը ճանաչում եք, իմ լավ ընկերն ասեց, եկեք մի քանի մեշոք հագուստ կատամ, գնաց ուրեմն ես հագուստը լրիվ յարլիկներով, թազա հագուստ, վերցրի, զանգեցի ես արտակին, արա ասեցի Արտակ ջան, ասես բան կա էլի, ասեցի տեղահակին մարդիկ ունես, բերեմ տամ քեզ բաժանի, դե տարա նկարեցի, ոնց եմ ես մարդու տվածը տվել, բաժանել, ինքն էլ տարելա, դեմյա բաժանած կլնի, չգիտեմ, բայց ես տարել եմ, նկարել եմ, որտեղ եմ ասել, սենց բաներ եկեղեցում լինում է, բերում է մեկն դեմի բանա դնում, մեկին զանգում են գայտենց լինում է, մեկ, բայց ես անձամբ այդ չուլանը չեմ տեսել, ես որ մտնում եմ եկեղեցի, ես չեմ մտնում, սենց մոմեր վառեմ, չգիտեմ աղոթներ անեմ, չէ, եթե ես արունանող մարդ եմ, եթե ես արյունն եմ սիրեմ, եկեղեցու այդ բանը իմը չի, այդ աղոթեմ, չոքեմ, դրանք իմը չի, ես արյուն եմ սիրեմ, թշնամու արյունն եմ սիրեմ, թշնամու արյունը տենալն եմ սիրում, ես գնամ, չէ, բայց այդ տիպի, որ չուլանը, մետլախը, պարկետը, գարդիրովը, չգիտեմ, ընդի չուտլի, վեշիլկեն, կոշի, հետենց բաներ տեսած չկամ, չգիտեմ, ես որտեղ գնացել ես մարդը, կարող է շփոթված մսկիթ բանա մտելը տերանք 5 քանդված ընդեղ է տեսել դա, ես դա չեմ կարող ասեմ, բայց այս ամեն ինչը նորից եմ ասում, չեմ տեսել, կարող է միտեղ մի բան ռեմոնտա երկու կտորել մետլախ կան դե դրած կամ չգիտեմ ինչ կա, ես չեմ հասկանում, անունը ոնց եք դնում չուլանա։ Վերջին հաշվով նորից եմ ասում 700 տարի այս պետականություն չունեցող երկիր կոչված Հայաստանը եկեղեցու նորից եմ ասում իրա պլուսներով, իրա մինուսներով եկեղեցու շնորհիվ է որ եկանք հասանք սրան, որ արդեն պետություն ունենք, պետականություն ունենք, արդեն բանակ ունենք, զինված ուժեր ունենք, մեր թագավորն ունեինք, հիմա չգիտեմ ասում թագավորնա, չեմ հասկանում, ես բոնեն ուզում եմ մի բան ասեմ, չգիտեմ ասում թագավորնա, որ ասեցի, առողջությանս պատճառով են բանի, են ինչա, են Արսեն Թորոսյանի հետ կապված ես իմ պատասխանը չէի տվել, ուրեմն եթե կգտնեք մեկը, ում մոտ ես ասել եմ, ես ինչը թուրքա, են ինչը թուրքա, կամ ես ինչ ղեկավարը թուրքա, են ինչը չէ դեզդեն, կարակ սենց թքեք երեսիս, դա չի նշանակում, որ ես իմ մեջ ինչ-որ ինչեր չեմ մտածել, դա եղել է, ամեն ինչ էլ մտածել ենք, բայց ես իմ ինտելեկտն ունեմ, ես ինձ թույլ չեմ տա այդպես բաներ ասեմ, ասել եմ ընտանիքներից հեռու, երեխեքից հեռու, այդ էլ չեմ ասել ուղղակի, չեմ ասել, բայց չպետք է այն վաղտ ասեի, ասում եմ կամ չեմ ասում, ուղղակի դա ես չեմ սիրում, բայց
Բալիկ ջան, այդ որ 2-3 տարի մինիստր աշխատեցիր, գոնե քթիդ մեջի բոբոնները չկարացիր մաքրել տաս, դրսից էլ երևում է սենց բոբոյա խառը քիթդ դրել ես Սարգիս Կասյանի նման էլ ակնոցները դրել ես, խոսում ես, արա, դու հասկացար ինչքան մարդ ու դու հայհոյեցիր։ Լավ տղեկ, լսեք, հարյուրավոր լավ տղեկ գիտեմ, բարևում ենք, հարգվում ենք իրարից, խլեշ արավ, սա Հայաստանին ես մարդը։ Ես իրանից ասելու եմ, հենց որ կգա ժամանակը, որ այս բանը կկորչե տանձերնա Միխայելուց, տղավարին նստելու ենք խոսանք, նայեք հիմա, այսօր կա բարեկամություն, որը մի մասը Նիկոլա Հարգնպաշտում, մի մասը չէ, էլի 10%-ը, այն մնացածը բան, ասենք սովորական մարդիկ են։ Հիմա դու դրիր այդ 10%-ին խլեշ արիր, այսինքն այն բարեկամները, այն մարդիկ, այն ով որ Նիկոլեն Պաշտում դրիր դրանց լրիվ հուպ տվիր։ Այն մարդիկ ովքեր Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ ես վատ չեմ զգում, որ ես ինձ թուրք են ասում կամ թուրք չգիտեմ ինչ են ասում, այդպես նախադասություն էր ասում ու զոմբիները բանը սկսեցին գովերգել այդ արանքում նաև թուրք ասելը գովալ, հա, դու նրանց էլ հայհոյեցիր, դու լրիվին հայհոյեցիր այդ տղա, դու ես ինչ ես անում, ուրեմն իմ կողմից ես որպես ազատամարտիկ տղա, տասնապատիկը քեզ, տես ենքան տղա եմ քո հարազատ բարեկամներից չեմ ասում, որտեվ տղենը տենց չի, տղեն ասելու բան ունի, ում ասում է նրան ասում, տղեն չի գալի պաշտոն վերցնում երկրի ղեկավարներից տասնյակի մեջ մտնելով կամ 20-յակի չգիտեմ ու սաղ մի ազգի ոնց ասեմ տագնու գլուխը չի ջոգում սաղին հայհոյում է դու հիմա այդ քո ասած հայհոյանքներից այն որ ասում ես ազգուտակը հարևանը բարեկամը դեսը դենը նաև քո ընտանիքի եթե աղջիկ մաղջիկ չգիտեմ էլ քո հետ ով պետք է պսակվեր որ աղջիկ էլ ունենաս եթե աղջիկ մաղջիկ ունես իրանց էլ այդ հայհոյանքդ գնեմ աննամոտ չես էլ ամաչում արա խի սենց ա լինում խի սենց ենք ապրում արա սենց են մեզ դաստիրակել մեզ մեծերը խի ձեզ այդ ամբիոնը տալիս են որ ամբիոնից դնեք ալամազգի ազգուտակ քրֆեք արա թե ինտելեկտները ջերիկը ինչ որ մի ձևով ասեք կարող է մարդկա մեկը նեղված մեկը ջղայնացած մեկը մի բան ամեկը մի բան են ասում արա դու բադուն չի մարես ղեկավար մի թոմ կոչվում արա դե մա չգիտեմ ընդ պատգամավորը համենայն դեպս պետության կողմից վարչապետի կողմից այդ մարդը պատասխաններ տալիս է ես անկեղծությամբ չգիտեմ ընդեղովից պաշտոնյա դե այդ չէ հիմա դե նրանից հետո է սա սկսեց սրանք պետք է ֆիտը տան չէ որ նա սկսի նրանից հետո է սրանք սկսեցին հիմա սրանց մեջ էլ տղեկ կան որ ամաչում են խոսան, բայց մի քանիսն էլ կա չեն ամաչում, մի թոմ պաձերշկա են անում, արա հոպ, ուր եք հասել, ուր եք լրիվ սենց մտել եք ընտանիքները, մտել եք հարևանների մեջ, մտել եք ընտանիքների մեջ, մտել եք քերակնանիքի մեջ, ում է խի եք բաժան-բաժանանում, արա, խի եք բաժան-բաժանանում, են ինչ ա, մեկ էլ սեսոր էլ կարդացի, որ Աճապահյանն ասել ան կնիկ մի ամիս, հա բա դժվար է, բա ամեն ինչն էլ դժվար է, բան չի մարա մարդը դիմանալու համար է մեկը հարգվում, մեկը չդիմանալու համար է կոպտվում, առաջ չի գնում, այդ ամեն ինչը կա, թե բարեր պետ մեկ էլ էտ էլ սկսել, հա, ես ինչ են անում, նորից եմ ասում, ես ընտանիքներին չեմ վերաբերվում, չեմ միանում, բայց Աննա Հակոբյան կանգնի Աննա Հակոբյան Դե հիմա գիտեք ինչ, արդեն ես մամուլին ենքան էլ տեղ չեմ տալի, չէ, ոչ թե տեղ չեմ տալի, այսինքն մամուլը ուրիշ բան է, սոցցանցերը ուրիշ բան է, հա, սենց էլի, հա, դե հիմա գիտեք ինչ կա, ասենք 3 միլիոն 100,000 տուն, ուտենց ինչ-որ քանի էջը թերթում ես, այդ տունն է երևում Նիկոլի նկարը դեմը, ես դե արի ու հիմա եթե Նիկոլ ջան, եթե այդպես բան չկա,
Դե կանգնել լրատվական հետով ասել, ասա եկեք լտենամ, խի եք գրել։ Հիմա մենակ նա չի գրել, արդեն մի քանի լրատվականներ գրել են, եթե կա գնացեք, եթե կվայելեք հալալի ձեզ։ Չգիտեմ, սենց բաներ կա, այդ առաջի դեմքի մասին է դա, այն մնացածի մասին մի ուրիշ բանա, այն օրեն Ալեն Սիմոնյանը մի հատ կնգա էր մանգալը ինչ-որ, ես Ալեն Սիմոնյանն եմ, ուր այս ինչ կնիկը բերեք լատենամ ինձ որտեղից տունա, ոբշեմ էլի ես չեմ ուզում լրիվ լսեմ դրանք, հասկանում եք, որովհետև դրանց կեսը քանի որ սուտ է, հետո որ չեմ ասում սրանք սուտ է, չէ, սուտ բաներ են նաև գրում, դրա համար սենց սպասում եմ տենան, որ արդեն դուրս կգա ջրերս ենա ժողովուրդն էլ բան կանի, բայց այո, շատ ա խոսվում կոռուպցիոն իրենց համակարգի համար, շատ ա խոսում, այս խանութները, NS-ը, NN-ը, այն օրը գնացի մի հատ ինչ էի առնում, 1001 ով է խանութից բան առնում, մենատնեցիկ են առնում, մեծ սմետան էր, որ 490 դրամ, ասենք ոնց որ այսօր մտնեմ առնեմ, չէ, 3 առաջ օրը մտնեմ առնեմ, հաջորդ օրը մտնեմ այդ նույն խանութից այդ նույն սմետան 560 դրամ, ոյ քեզ բան, արա, խոտը որ արածում է այդ կովը, այդ խոտը թանկացավ այդ երկու օրում, այդ ինչ են անում, դա 60 դրամը նեն չի էլի որ փող չի, մի խանութում 60 դրամ պակաս մուծես մի բան ուզես տապորով գլուխդ կկտրեն, կամ գնա ավտոբուսում, կամ տաքսու շոֆերին 60 դրամ պակասում, տապորը կանեն հետևից հետ կլարվեն, ու մեկ էլ վդրուկ միլիոնավոր սմետանների վրա բարձրանում է 60 դրամ, ու տենց լիքը բաներ, ինչքան բաներ ասեմ, շատ բաներ կա տենց, ու այդ ամեն ինչը զսպաշապիկ չլինելու հետևանք է, ամեն դեպքում այսօրվա թեման քանի որ վարչապետի հայտարարություններ քերակնգան դոմփելու վերաբերյալ ես դա դատապարտում եմ, դա նաև պաշտոնական դիրքի չարաշահում է, հիմա ես որ կանգնեմ իր ընտանիքին կամ մի հատ բարձրաշխարհիկ սենց ասեմ կամ բարձրաստիճան ընտանիքի մեկի մասի այտենց մի բան ասեմ ես չեմ ասում ուրիշը կարող է տերանք ալկոհոլիկ ընդ ասեն նրանց հաշվի չառնեն բայց ես ինձ չեմ էլ համեմատում այդ պաշտոնյաների հետ բայց ես որ այտենց բան ասեմ ինձ հանգիստ կտամ ձեզ հարցնում եմ Միանգամից կտանեն ու կփակեն ու չգիտեմ ինչեր կանեն իմ հետ։ Հիմա մարդ ես, դե ասել ես, ասա Պողոս, ես քեզ եմ ասում, դուք ու կեռագնգան դոմփել ես։ Չնայած ես այտենց էլ չգիտեմ թե դոմփելն ինչն է, պատկերացնում եմ, որովհետև վարչապետի բերանից սենց բառ դուրս գա Դա արդեն եթե գիտեի էլ միջև եմ այդ դոմփելն ինչա, արդեն կասկածում եմ թե այդ դոմփելը ինչ է իրանից ներկայացնում։ Դոմփում են իրար, ինչ են անում իրար, չգիտեմ։ Այսինքն, եթե մի մարդ իր կնգա հետ քնում է գիշերը դոմփում է, ես ինչ բառեր են հնարել։ Ես նորաձևությունն է, նորակրթությունն է։ Ինչ ասել, ինչ ունեմ ասել, ասելու վնաց ոչինչ չունեմ, բայց մի բան եմ խնդրում մեր ժողովրդին, ավելի ճիշտ, հին մեր ղեկավարներին խնդրում եմ երկու բան եմ ասելու, կամ ես կամ գնում եմ, կամ էլ ձեր հետ ստեղ պայքարում եմ, ուրեմն հարգելի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ես խնդրում եմ 10, 15, 20 րոպե իրար դեմ դիմաց նստեք, կոֆե խմեք, թեկուզ մի խոսացեք, ես ձեզ խնդրում եմ, ժողովուրդը սպասում է դրան, չեմ ասում մեկը ճիշտ է, մեկը սխալ, չեմ ասում Ռոբերտը պայքարեց, Սերժը սրան բերեց, այդ ամեն ինչը պարզ երևում է, ուղղակի ժողովուրդը մեր սովորական հայ լինելը բանա, որտեվ ամեքը միտեղ մեկի հետ կապված խոսում են բոլոր, խնդրում եմ 10-15 րոպե, ձեր քաղաքական խոսակցություն կլի կարող է երկու բառով իրար հետ խոսեք,
մարդիկ տենան, ընդամենը տես մի կադրա պետք է, մի քիչ թեկուզ ժպտալով այդ կադրը, չեմ ասում ովա ճիշտ ովա սխալ է, դուք կորոշեք այդ ընթացքում, դա այնքան էլ կարևոր չի։ Եվ երկրորդ, եթե դա չեք անում, պարզ ասում եմ, այ տեսեք, Հայելի ակումբում նստած եմ, պարզ ասում եմ, 90-ականներին, այսով մի կոպեկ փող չի ունեցել, գեներալներ են դարել, դիպուտատներ են դարել, պուտանկեք են դարել, փողատերեր են դարել, միլիոնատերեր են դարել, ես այդ թվերին միլիոնատեր եմ լել, կամ իմ ծախսած փողերի գոնե 10% տվեք ես տեից գնում եմ թե կմեռնեմ, թե կսատկեմ, այդ իմ խնդիրն է, երկիրը կորցնում ենք երկիրը, լրիվ բաժան եք եղել, լրիվ բաժան եղածա, խնդրում եմ, կամ էլ իմ ծախսած փողերի 10% տվեք, ես գնում եմ, գիտեք, ես տեղից չեմ խապում ձեզ, չեմ խապում, հաստատ ես ճիշտ եմ ասում, տվեք ես գնում եմ ստեղից։